Հարգելի գործընկերներ, ես նույնպես ուզում եմ անդրադառնալ, որ այսօր հայոց պատմության խայտառակ էջերից մեկն է, երբ դատարանում տեղի կունենա Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոս եւ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումները։ Սա իսկապես խայտառակություն է մեր պատմության մեջ, որովհետև պետությունը չպիտի մասնակցություն ունենա հայ առաքելական եկեղեցու գործերին։ Եվ այս ամիսների ընթացքում մենք բազմաթիվ անգամներ մեր հայրենակիցներին տեղ ենք հասցրել այս ուղերձը, որպեսզի այս աններելի վարքագիծը փորձենք կանխել, բայց այսօր ունենք այն, ինչ որ ունենք։ Գալիք սերունդները պետք է հետևություն անեն այս օրերից։ Մենք յուրաքանչյուրս հայոց պատմության մեջ մեր ուղեգիծը թողնող գործիչներ ենք, ազգային ժողովի պատգամավորներ։ Իդեպ, անդրադառնամ նաև բարեկրթությանը։ Շատ լավ է, երբ որ սահմանում ենք բարեկրթության սահմաններ, սահմանում ենք բարեկրթություն, բայց նորից եմ կրկնում, հարգելի նախագահող, դուք խոսեցիք զրոյական կետի մասին։ Ես առաջարկեցի քննարկել բարեկրթության չափանիշները եւ սահմանել, թե որն է այդ բարեկրթությունը։ Որովհետեւ ինձ մոտ տպավորություն է այստեղ նստած, որ չեն պահպանվում այն չափանիշները, որը որ դուք եք պատկերացնում։ Եվ առնվազն ձեր գործընկերների կողմից այդ չափանիշների մասով լուրջ խախտում կար։ Իմ առաջարկը վերաբերվում էր դրան, որ հստակեցնել այդ չափանիշները ու սահմանել, թե որն եք հասկանում բարեկրթություն ասելով։ Արամ Վարդևանյանի թեկնածությունը, կարծում եմ, բացառիկ թեկնածություն է, որ պետք է 9-րդ գումարման ազգային ժողովում լիներ։ Մենք տեսանք երեկ Արամ Վարդևանյանի կողմից մաստեր կլաս։ Մոտավորապես 5 ժամ, պարոն Վարդևանյանը այստեղ կանգնած պատասխանում էր ձեր բոլորի հուզող հարցերին։ Կարծում եմ դա արդեն խոսում է լավագույն մասնագետ լինելու, ինչպես նաև լավագույն քաղաքական գործիչ լինելու մասին։ Բայց, ինչպես որ ես ասել էի իմ նախորդ ելույթների ընթացքում, այս ամբիոնը ես չեմ պատրաստվում օգտագործել ինչ-որ վեճերի, ինչ-որ, չգիտեմ, անիմաստ անցյալի քննարկումների համար։ Եվ այսօր էլ նորից իմ առաջարկը ուժի մեջ է։ Սիրելի հայրենակիցներ, ես չեմ ստացել որևէ կարգավորիչ դիրքորոշում քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից Լորվա մարզի Գյուլաքարակ համայնքում գյուղ տեխնիկայի շահագործման հետ կապված։ Սա արձանագրենք։ Տիկին Արփի Դավոյան, խնդրեմ մի քիչ հարգանքով, ամենայն դեպս ես հարգանքով եմ ձեր նկատմամբ, ձեռքի շարժումներով կամ դեմքի արտահայտություններով առհամարական ու կամ իմիջայլոց չեմ վերաբերվում։ Հենց խոսքս ձեզ եմ ուղղում, տիկին Արփի Դավոյան, որ ձեր խմբակցությունը չի հայտնել որևէ դիրքորոշում այս մասով։ Դուք լավ գիտեք, գյուղ տեխնիկայի մասով։ Ես առաջարկ էի ներկայացրել, որ բարեգործական արգելքը հետաձգում ունենա, որից հետո դուք հիմա արձանագրում եք, որ դա չեք անում։ Շատ լավ, ես հասկացա ձեր դիրքորոշումը, բայց կարելի էր նաև դա քննարկել ընդմիջումների եւ ես առաջարկ էի ներկայացրել, բայց ոչ մի ձեր կողմից չեղավ դիրքորոշում, թեկուզ քննարկման տարբերակով քննարկել ու հասկանալ, որպիսի գյուղ տեխնիկան մենք կարողանանք օգտագործել։ Ես մի ուրիշ հարց եմ բարձրաձայնելու, հիմա այդ հարցն էլ հասկանանք ոնց են կարգավորում։ Խնդիր չունեմ, պարոն Աբրամյան։ Հաջորդը
Եթե խոսում ենք խնդիրների մասին, նորից եմ կրկնում, այստեղ խոսենք խնդիրների մասին, խոսենք ավելի կառուցողական դաշտում, որովհետև չունենք մենք այդքան ազատ ժամանակ, երբ մեր երկիրը կանգնած է այնպիսի խնդիրների ու մարտահրավերների առջև, որ մենք ուղղակի գանք 10 րոպե այստեղ կանգնենք, խոսենք անցյալից, իրար փնովենք, թողնենք գնանք տուն։ Արդյունք է պետք։ Առաջարկ Լորի Բերդ խոշորացված համայնքը ունի երթուղու խնդիր։ Չկա երթուղի, որը Կողես գյուղից մինչև Ստեփանավան կապում է այս համայնքները ու մարդիկ կարողանան գալ Ստեփանավան։ Ամենամոտ քաղաքը Ստեփանավան քաղաքն է։ Չկա երթուղի։ Ես նորից առաջարկում եմ։ Մենք դա արել էինք, բարեգործական արգելքի հիման վրա երթուղին կանգնեցվել է, կասեցվել է։ Եթե մենք ունենալու ենք Ստեփանավան խոշորացված համայնք, Լորի Բերդ խոշորացված համայնքը եւ Գյուլաքարակ խոշորացված համայնքը միավորվում են եւ դառնում են մեկ ընդհանրական Ստեփանավան խոշորացված համայնք։ Արդյոք են բոլոր ռիսկերը գնահատվել էր այս խոշորացումը իրականացնելուց առաջ։ Եթե հասարակ տրանսպորտային երթուղի մի համայնքից մյուս համայնքը կապող չկա։ Ընկերներ, կամ դուք լուծեք այս հարցը, կամ երբ որ մենք փորձում ենք լուծել, մի խոչընդոտեք, մի խանգարեք։ Դուք ինքներդ եք ասում, որ մենք այստեղ ենք մեր հայրենակիցների խնդիրները լուծելու, իրենց առջև ծառացած հարցերին լուծում տալու համար։ Հիմա ես այս բարձր ամբիոնից հայտարարում եմ, կամ թողեք մենք լուծենք, կամ մեր լուծելուց հետ, կամ դուք լուծեք, կամ մեր լուծելուց հետո մի խոչընդոտեք։ Այս տեսակ խնդիրներ նաև գյուղտեխնիկան։ Լորվա մարզպետը տեսահոլովակի մեջ ասում է. ձեր գործով զբաղվեք, հարգելի մարզպետ, այսուհետ սա է իմ գործը։ Այսուհետ մարզերում շրջայցեր կատարելով, մեր հայրենակիցներին լսելով, իրենց հարցերը բարձրացնելով, դրանց լուծում տալն է։ Դուք ձեր գործով չեք զբաղվում։ Հիշատակում եք, որ Լորի Բերդ խոշորացված համայնքը ունի 2 կոմբայն, իսկ ինչի չունի Գյուլաքարակ խոշորացված համայնքը։ Տալիս եք ձեր ԿՊԱ-ական համայնքապետին այդ հարցը։ Նաև ասում եք, որ զգույշ մնացեք ձեր շրջայցերի ժամանակ չհայտնվեք այլ երկրի տարածքում։ Արձանագրեցինք, որ այլ երկրի տարածքում հայտնվելու պատասխանատվությունը կամ մեղավորությունը ոնց կուզեք դասավորեք, դա ձերն է։ Հաջորդ շաբաթ շրջայց ենք ունենալու սահմանամերձ մարզերից մեկը, կամ կլինի Տավուշ, կամ կլինի Սյունիք։ Ունենք այդ ռիսկը այլ երկրի տարածքում հայտնվելու։ Այն քարտեզով, որը ունի Հայաստանի Հանրապետությունը։ Դուք եք հնչեցրել այդ հարցը, որ զգույշ մնացեք չհայտնվեք այլ երկրի տարածքում։ Ես ուզում եմ հասկանալ այս հարցի բովանդակությունը եւ նպատակը որն է եղել։ Եթե դուք ունեք պատասխանատվություն, ինչպես նաեւ այլ երկրի տարածքում հայտնվելու դեպքում մեղավորություն, ու հնչեցնում եք հարց, որին դուք պիտի պատասխանեք։ Սիրելի հայրենակիցներ, ավարտելուց հետո խորհրդարանի ձևավորումը, նորից եմ կրկնում, մենք լինելու ենք ձեր մարզերում, ձեր բնակավայրերում, գույքագրելու ենք եւ առավելագույնս ազգային ժողովի այս բարձր ամբիոնը օգտագործելու ենք ձեր խնդիրների մասին բարձրաձայնելու, այդ խնդիրների մասին խնդիրներին լուծում տալու համար, իսկ առաջարկները, որոնք կհնչեցվեն այս ամբիոնից, հուսով եմ, իշխող խմբակցությունը հետամուտ կլինի քննարկումներ իրականացնելու եւ դիրքորոշումներ հայտնելու համար։